Թմրաշրջանառության դեմ պայքարն ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների հերթական ուշագրավ բացահայտումների մասին մեր հերթական տեսանյութում։ Մոտ 3 կիլոգրամ մետամֆետամին, 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և ոչ միայն։ Քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա մայրաքաղաքի Արցախի պողոտայում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և Էրեբունու բաժին տեղափոխեցին 2 տղամարդու, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցներ։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Երևան քաղաքի 40-ամյա մի բնակիչ զբաղվում է տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբ և իրացմամբ։ Մարտի 13-ին վերջինս ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է և տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 16 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, 2 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 4 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։ Մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել վերջինիս փաստացի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 3 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 1 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, 1 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, 36 գրամ կոկային տեսակի թմրամիջոց, 229 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և 30 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Վերջինս կալանավորվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, 41-ամյա տղամարդը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։